Արցախում հիմնադրամի այս տարվա ծրագրերի առանցքում համայնքային կենտրոնների կառուցումն է, որտեղ կտեղակայվեն համայնքապետարանը, բուժկետը, հանդիսությունների տունը կամ ակումբը ըստ պահանջարկի։ Այս տարվա կտրվածքով աշխատել ենք 10 համայնքային կենտրոններում, տարբեր շրջաններում։ Գյուղերում այս նախաձեռնությանը սպասել են տասնամյակներ շարունակ, յուրաքանչյուրը իր հիմնավորումներն ունի։ Առ այսօր Բադարայում գործում է հին կոլտնտեսային պահեստը, տարբեր բնույթի միջոցառումների համար։ Ինչ ես հիշում եմ, այս գյուղում այդ հանդիսությունների տան պրոբլեմը կար։ Հարսանեքանիմ տեղ չունիմ տնի, կես պիրիցնալ հասես մի շենքը, կես է մի շենքը։ Առայժմ Խանձքում որպես հանդիսությունների տուն գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցին է ծառայում։ Այս եւ բախտակից գյուղերում սպասելու քիչ ժամանակ է մնում։ Դրախտիկում համայնքային կենտրոնն արդեն շահագործման է հանձնվել։ Շուրջ 1 տասնյակ գյուղերում էլ համայնքային կենտրոնները պատրաստ կլինեն 2014 թվականին։ Հույս ունենք, որ շատ շուտով շինարարությունը կավարտվի եւ մեր բադարեցիները հարսանիքները, տարբեր տեսակի, տարբեր բնույթի միջոցառումները կանցկացնեն այս ժամանակակից հարմարավետ կառուցվող շենքում։ Հայաստան համահայկական հիմնադրամը այս տարի եւս Արցախում աշխատանքները շարունակել է ավանդական ուղղություններում, արդեն ավարտին է մոտենում շրջկենտրոնները շուրջօրյա ջրով ապահովելու ծրագիրը։ Այս տարի մենք ավարտին հասցրեցինք Մարտունի քաղաքի 3-րդ փուլ ջրամատակարարման, արդեն շահագործվում է։ Քարովաճարի ջրամատակարարման ծրագիրը վերջացրեցինք լրիվ, արդեն շահագործվում է։ Բերձորում մոտ 80% աշխատանքների կատարված է։ Գյուղական բնակավայրերից հարավի Սարգսաշենի եւ Վարենկաթաղի ջրագծերը արդեն անցկացված են։ Տողում, Գետավանում եւ Քարինտակում աշխատանքները նախատեսում են ավարտել մինչեւ տարեվերջ։ Շարունակվել է հատուկ ուշադրության կենտրոնում մնալ Բերդաքաղաքը։ 1 միլիարդ 85 միլիոն դրամ է հատկացվել միայն Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական դպրոցի կառուցմանը։ Արցախի մայրաքաղաքում վերջապես ավարտվել է հանրապետական հիվանդանոցի նոր շենքի կառուցումը։ Շարունակվում է տուն-ինտերնատի հիմնանորոգումը։ Շինարարական ակտիվ աշխատանքներ են ընթանում երաժշտական ուսումնարանում։ Աշխատանքների որակը բազմաշերտ հսկողության է ենթարկվում։ Հայաստան համահայկական հիմնադրամի ներկայացուցիչները եւ նախագծող կազմակերպության ներկայացուցիչները կան նաեւ իրենց ներկայացուցիչ Ղարաբաղում միշտ համարամին ամիս լինում են օբյեկտում։ Սփյուռքից որ այցելում են, իրանք են ընդգծում, որ վերջի տարիներին որակի առումով շինարարության զգալի առաջընթաց կա։ Արցախում հիմնադրամի ծրագրերի իրականացումը նաև որոշակի թվով աշխատատեղերի բացում է նշանակում։ Օբյեկտում աշխատում են մոտ 30 հոգի։ Եվ դա միայն մեկ կազմակերպությունում։ Այս օրերին Արցախում տասնյակ նման շինհարթակներում աշխատանքը եռում է։ Ընդհանուր առմամբ այս տարի հիմնադրամը Արցախում մի քանի միլիարդ դրամի աշխատանքներ է իրականացրել։ Ծրագրերի մեծ մասը կյանքի է կոչվել կառավարության համաֆինանսավորմամբ։ Արցախում ոչ միայն հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին են սպասում, այլև ոգևորությամբ մասնակցում ամենամյա դրամահավաքներին, ով, բայց արցախցին լավ գիտի մերձավորի աջակցության արժեքը։ Պայնչուննա, խետակ վիճ, չբիդի տակ։ Ես գործունելիս վխտեքին պաստայանի փողմուծելիս մլալ։ Դպրոցը ամեն տարի էլ շատ ակտիվ կերպով իր ներդրումն է ունենում հիմնադրամին։ Նորայր Հովսեփյան, Բենյամին Ղարախանյան, օր